Բարև ձեզ, Եվրոմեդիա 24-ի տաղավարում այսօր զրուցելու եմ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Պարոն Խաչատրյան, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը։ Այսօր խորհրդարանում Ալեն Սիմոնյանն էլ վստահեցնում էր, որ դա երկուստեք փոխզիջումներով եւ երկուստեք պարտավորություններ ենթադրող տեքստ է։ Ընդդիմության ինչ է դուրը չի գալիս այս տեքստի։ Նախ ինչ նշանակում համաձայնեցրել են եւ որտեղ է փոխզիջումը։ Ուրբաթ օրը Արադ Միրզոյանը 4 ժամ ազգային ժողովում էր եւ տարեկան կատարողական դեր ներկայացնում ծրագրի։ Եվ մենք համառորեն փորձեցինք իրենից հասկանալ ինչ է ընդհանրապես զիջել Ադրբեջանը։ Չէ, փոխզիջում նշանակում է երկու կողմերը ինչ որ մի բան զիջում են։ Որպեսզի մերկապահանոց չթվա, Հայաստանը վերջի երկու կետի նկատմամբ ուներ վերապահումներ։ Եվ հանկարծ ընդունում է ադրբեջանական պահանջները։ Հայաստանը զիջում է։ Ասում այս երկու կետերով թող լինի ձեր խմբագրությունը, ձեր ցանկացածը։ Ինչ է զիջել Ադրբեջանը, որևէ բան չի զիջել։ Եվ ահա այս ֆոնի վրա այս պնդումները, թե երկուսն են զիջել, սա Հայաստանի շահերից բխող փաստաթուղթ է, առնվազն ծիծաղ են առաջացնում։ Եթե Հայաստանի շահերից բխող է, ինչի օրինակ Հայաստանը մի քանի ամիս առաջ չէր համաձայնվում այդ երկու կետերի հետ։ Նշանակում է այդքան էլ Հայաստանի շահերից չի բխում։ Չէ, ստացվում է որ Ադրբեջանը Հայաստանի շահերից բխող ինչ որ կետ էր առաջարկում 2 ամիս կամ 3-4 ամիս, Հայաստանի իշխանությունները հրաժարվում էին։ Դա անտրամաբանական է, զավեշտ է եւ վիրավորական է ինտելեկտի համար։ Դա Ադրբեջանի կողմից պարտադրված թուղթ է, որ այս իշխանությունները գլխիկոր ընդունել են։ Եվ իդեպ դրա մասին շատ դիպուկ արտահայտվել է Գերմանիայի արտգործնախարարը, որ Փաշինյանը քաջ զիջման գնաց։ Ինչքանով է քաջ, ես չեմ կարող ասել, որտեվ զիջում անելը քաջություն չի պահանջում։ Բայց զիջման փաստը նաև իրանք են ֆիքսել։ Ասում է օրինակ պարոն Խաչատրյան, կա հետևյալ կետը, որ սահմանին չպետք է լինեն երրորդ երկրի զինված ուժերի ներկայացուցիչներ։ Հիմա իրենք իշխանականներն ասում են, դա ինչքան որ մեզ է վերաբերվում, այդքան էլ Ադրբեջանին է վերաբերվում, չեղավ փոխզիջում։ Հայաստանը երբեք Ադրբեջանի նկատմամբ պահանջ չի ներկայացրել, որ սահմանի իրենց կողմից Ադրբեջանի երրորդ կողմի ուժեր չլինեն Ադրբեջանի տարածքում։ Երբեք չի ներկայացրել։ Եթե երբեք չի ներկայացրել, փոխզիջումը ո՞րն է։ Եթե Հայաստանը ասեր Աղդամում, Ակնայում չպետք է լինեն թուրքական զորքեր, այնտեղ մոնիտորինգային կենտրոն կա, ինչի նկատմամբ են մոնիտորինգ անում, արդեն դժվար են պատկերացնել։ Եվ Ադրբեջանը համաձայնվեր ասել լավ, բայց ձեր կողմից էլ չպետք է եվրադիտորդներ լինեն։ Դա կլիներ փոխզիջում։ Դուք հիշում եք, որ Հայաստանը երբևիցե պահանջ ներկայացրել, որ Ադրբեջանում երրորդ երկրի ուժեր չլինեն։ Չի եղել նման բան։ Ում են, գիտեք, բադի տեղ դրել, ներողություն եմ խնդրում, էլի։ Առնվազն անամոթ կեղծիք է դա։ Հայաստանը նման էլի եմ ասում, նման պահանջ չի դրել, որ Ադրբեջանը այդ պահանջի առաջ զիջած լինի։ Չկա տենց բան։ Բայց այնուամենայնիվ, պարոն Խաչատրյան, ասում են, որ խաղաղությունը թեկուզ նման զիջումներով ավելի գերադասելի է, քան պատերազմը։ Դրա հետ համաձայն չեք։ Մենք հիմա վիճակի ենք Ադրբեջանի հետ կոնֆլիկտային հարաբերություններ։ Դա այս իշխանությունների շանտաժն է։ Իրենք են փորձում մարդկանց մոլորեցնել, ասել, գիտեք, եթե սա չլինի, կլինի պատերազմ։ Ամբողջ հարցը նրանում է, որ այս իշխանությունների լավ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո անընդհատ այս իշխանությունները զիջել են։ Ամեն ինչ են զիջել։ Խծաբերդի դեպքերին չմիջամտեցին, չնայած Հայաստանը մինչև այս վարկյանը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը։ Միակողմանի զորքերը հետ քաշեցին ադրբեջանական ՍՍ նախկին Ղուբաթլուի շրջանից։ Միակողմանի Ադրբեջանին զիջեցին Գորիս Շուրնուղ ճանապարհը։ Բոլորը զիջումներ են։ Հյուսիս-արևելքում Ադրբեջանին ինչ որ տարածքներ զիջեցին, որ Ադրբեջանը համարում է իրեն, եւ ինչ մենք մոտեցել ենք խաղաղությանը։
Չենք մոտեցել, չէ՞ խաղաղությանը։ Պատահական չի, որ Ադրբեջանը 3 անգամ հայտարարել է, թե իբրև թե հայկական զորքերը հրադադարի ռեժիմը խախտել են։ Այսինքն դա կեղծ օրակարգ է, որ եթե սա չլինի, կլինի պատերազմ։ Եթե իրականությունը դա է, այդ դեպքում այս իշխանությունները պետք է վեր կենան եւ տղամարդավարի ասեն, գիտեք ինչ կա, պարտվել ենք, դա կապիտուլյացիայի պայմանն է։ Իրանք մեզ կապիտուլյացիա են պարտադրում, ստիպված ենք դրա հետ համաձայնվել։ Այ դա կլիներ անկեղծ։ Բայց հիմա համասում են, չէ, դա կապիտուլյացիա չի, դա մեր շահերից բխող տեքստ է։ Մյուս կողմից էլ ասում են, եթե չհամաձայնվենք, կլինի պատերազմ։ Այսինքն ինչ, եթե դա ձեր շահերից է բխում, Հայաստանի շահերից է բխում, մի հատ հիմնավոր եք, եւ երկրորդ, եթե դու հրաժարվում ես մի բան, որը քո շահերից է բխում, ինչ պիտի պատերազմ լինի։ Հիմա այս իրավիճակում ինչ պետք է անեին։ Ով։ Իշխանությունները մեր։ Մի հատ սպիտակ թուղթու գրիչ վերցնի, մի հատ մեղական գրի, դիմում գրի, ազատվի, հրաժարական ներկայացնի, անկեղծորեն վեր կենա ժողովրդին, ասի ժողովուրդ։ Իմ ամբողջ քաղաքականությունը ձախող է եղել։ Ես ինչքան փորձել եմ մոտեցնել Հայաստանը խաղաղության, այդքան խաղաղությունը Հայաստանից ավելի հեռու է գնացել։ Ներողություն եմ խնդրում, եթե կարող եք զիջեք, ներողություն ներեք, բայց ես այս իրավիճակում լուծում չեմ։ Սա կարող է լինի միակ ազնիվ քայլը, որ այս իշխանությունները այսօր կարող են անեն։ Եվ ահա դրանից հետո պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն, ռազմաքաղաքական շտաբ, անցումա, ինչ ուզում եք անունը դրեք, որը պետք է փորձի այս վիճակից դուրս բերի երկիրը, որովհետև իրանք դա չեն կարողանում անեն։ Ադրբեջանը չէր դիմի սադրանքների այդ պարագայում։ Իսկ հիմա չի դիմում։ Հիմա էլ է դիմում։ Հիմա Արադ Միրզոյանն ասում է 2024 թվականը խաղաղ տարի է եղել։ 2024 թվականի փետրվարին մենք զոհեր ենք ունեցել։ Ի՞նչն է խաղաղ։ Երկրորդը, եթե ամեն ինչ դու զիջում ես կամավոր, իհարկե խաղաղ կլինի։ Իհարկե։ Ադրբեջանն ասում է Ղզել Հաջիլի, չգիտեմ ինչ, Խեյրիմլի, այդ իմ տարածքնա տվեք։ Դու էլ ասում ես, գիտես ինչ կա, եթե սովետի թվին միգուցե սա ձեզ է պատկանել, Բերքաբերի ջրամբարի հարավն էլ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքը, դե արի փոխանակենք։ Եթե հանկարծ ծպտային կլիներ խաղաղ։ Այսինքն, պարզ բան ասեմ, Կորյուն, գամ ասեմ ժամացույցը տուր ինձ։ Եթե առանց դիմադրության ասես, հա, տալիս եմ ժամացույցս, պարզա խաղաղ կլինի մեր հարաբերությունները։ Բայց քո նպատակը ժամացույցը պահելն է, չէ՞, ոչ թե իմ հետ երերուն խաղաղություն ստեղծելը, որովհետև ժամացույցին կհետևի շալվարը, մեքենան, տունը, այն ինչ որ Ադրբեջանը հիմա անում է։ Ավելին ասեմ, այս թուղթը, որ ասում են մենք արդեն վերջնականացրել ենք, Ադրբեջանը չի ասել է, որ կստորագրեն։ Ասում է, այ եթե զիջես նաև Միջանցկի հարցում, այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների հարցում, եթե ինձ արտահանձնես ճակերտավոր պատերազմի հանցագործներին, նոր կստորագրեն։ Էդ էլ են ժողովրդի աչքի առաջ թոզ փչում, թե թուղթը պատրաստը, հեսա գնում ենք ստորագրենք։ Պարոն Խաչատրյան, ընդդիմությունը դժգոհ է այս ամեն ինչից, անվանում է երկրորդ կապիտուլյացիա, բայց օրինակ Ուոլցը, Թրամփի խորհրդականը դրական էր գնահատել այս փաստաթղթի արկայությունը, ասում էր Հաջիևի հետ խոսել, այսինքն միջազգային հանրությունը դրան կողմ չի։ Կորյուն, պատկերացրա, կա հակամարտություն, որը ձգվում է 35 տարի, ենթադրենք Ուգանդայի ու Ռուանդայի միջև։ Հանկարծ Ուգանդան ու Ռուանդան ասում են վեճ մենք հարցերը լուծել ենք։ Քո վեճը կլինի, ինչ ոնց են լուծել։ Ուրուգվային ու Պարագվայի հարց ունեն։ Հայտարարում են, որ վերջ մեր հարցը լուծել ենք։ Դու կխորանաս հասկանաս այդ լուծումը Ուրուգվայի շահից է բխում, Պարագվայի շահերից է բխում։ Լիտվան ու Լատվիան։ Չկա տենց բան։ Հասկանում ես, հա միջազգային հանրությանը պետքա որ ստեղ հանգիստ լինի, խախանդ լինի։ Ում հաշվին, ոնց ուզում է թող լինի։ Այսինքն իրանք հոգոս շահերը չեն պաշտպանում, իրանք իրանց շահերն են պաշտպանում։ Կրկնում եմ, գերմանացիք ասեցին, քաջ զիջում է տեղի ունեցել։ Զիջում, փողզիջում չի եղել։ Հետո մենք ողջ ունենք այդ զիջումը։
որը իդեպ գալիք զիջումների ճանապարհը չի փակում։ Ադրբեջանն ասում է հայցերը հետ քաշենք։ Շատ լավ, Հայաստան քաշեց, ինքը հետ քաշեց, հետո վերակենում ասի գիտես ինչ կա։ Բաքվում ընթացող դատավարության ընթացքում նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Մենք որոշել ենք այն 5 հանգամանքներով պայմանավորված հայցերը հետ քաշել, նորերի մասին խոսք չկա։ Ինչ ենք անելու։ Իդեպ նույնը եղավ գերիների հարցում, չէ՞։ Ասեցին, հա, մինչև նոյեմբերի 9-ը ում ունեին գերի հանձնել ենք, բայց որ նոր գերիներ չենք խոստացել չվերցնել։ Այսինքն թեզը, թե կա խաղաղություն եւ պատերազմ, եւ այս թուղթը բերում է խաղաղություն, դու ուզում ես պատերազմ, կեղծ է։ Այս թուղթը խաղաղություն չի երաշխավորում։ Եթե երաշխավորեր, հա պետք է ասենք դες պարտվել ենք։ Էսա։ Բայց սա էլ չի հատակը չի։ Հատակը չի, Ադրբեջանը դա չի էլ թաքցնում։ Վաղը դեմիլիտարիզացիա է պահանջելու։ Ինչ ենք անելու։ Բանը նան է ասել, որ Արարատ Միրզոյանն ասում է զենք առել ենք, բայց երրորդ կողմերի դեմ չենք օգտագործելու, խաղաղություն են գնում։ Ինչ, այս երրորդն ավելորդ թեման չի է, կամ սովետի թվի Մադոննա սերվիզը չի, որ դնում են սերվանտում, ասում են սյունության համար թող մնա։ Այդ դրան ենք ասել։ Ալիևից կա պահանջ, դուք էլ ձեր խոսքում հիշատակեցիք այդ մասին, որ Բաքվում ընթացող քրեական գործերով անցնող Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը արտահանձնելու պահանջ է հնչեցվել։ Իշխանությունները ձեր կարծիքով ինչ կանեն, այս պահանջները կբավարարվի, թե չէ։ Ցանկը շատ մեծ է։ Եվ այստեղ ռազմաքաղաքական ղեկավարության մասին չի խոսքում։ Օրինակ Հրանտ Մարգարյանի անունը այդ ցանկում է։ Վստահ եմ, որ էլի հարյուրավոր մարդկանց անուն կլինի, հազարավոր անուն կլինի։ Որ պահանջ են տալու ենք։ Սերբերի օրինակը մեզ դաս չեղավ։ Բայց կպահանջեն։ Եվ այս նույն տրամաբանությամբ գալու են ասեն, գիտեք, եթե չտանք, պատերազմ կլինի։ Կարող է իմ անունն էլ այդ ցուցակի մեջ։ Հա, եւ այստեղ արդեն Փաշինյանը եւ Ալիևը այսպես սպասելով իրար հետ խաղում են, որտեղ երկուսի շահերից է բխում, որ պատերազմների մասնակիցները այլևս Հայաստանում չլինեն։ Փաշինյանը ռիսկ է տեսնում, երկրորդ նախագահ, երրորդ միգուցե նաեւ առաջի Սեյրան Օհանյան, էլ եմ ասում, Հրանտ Մարգարյան, մեր Շուշի բատալյոնի օրինակ ղեկավար կազմը, Հարմիկը, այլ զորահրամանատարներ, իհարկե ինքը կուզենա տա, որ թեթևանա։ Բայց Ադրբեջանն ուրիշ բան է կարող ասեն դե մի հատ հեռատու անունով սպեցնազ էլ ա եղել է, ասում են, հենայնա Բաքու էր հասնում։ Ինչ է անելու։ Վերակենալու ասլա չէ դա մի հատ սիրուն հեքիաթ էր մոռացեք։ Կրկնում եմ, այս թուղթը խաղաղություն չի բերելու։ Կեղծ է այն թեզը, որ եթե սա չլինի, կլինի պատերազմ։ Սա ընդհակառակը մոտեցնում է պատերազմին։ Նույն իրավիճակն է ինչ որ Սուդետների դեպքը 38 թվականին Եվրոպան ասեց Սուդետները զիջենք Գերմանիային, որ պատերազմ չլինի։ Բայց դրա հետևանքով եղավ երկրորդ աշխարհային պատերազմը, որտեղ մոտ 60 միլիոն մարդ զոհվեց։ Այս նույն ուղի վրա այսօր Փաշինյանն է։ Ուղղակի Իրան, որպեսզի մնա իշխանություն, պետք է մի հատ թղթի կտոր, որտեղ գրված լինի խաղաղություն։ Դա է սա հարց։ Ստեղ ինքը իր իշխանության մասին է մտածում, ինքը Հայաստանի խաղաղության մասին չի մտածում։ Պարոն Խաչատրյան, բայց ինչ պետք է անի իշխանությունը, բացի հրաժարականից։ Լավ, ենթադրենք իմիկվա անդիմությունը գալիս է իշխանության ու մենք ունենք այն իրավիճակը, որ այժմ կա։ Չեղարկելու է այդ փաստաթուղթը, օրինակ անդիմությունը կչեղարկեր այդ փաստաթուղթը։ Այդ փաստաթուղթը ուժի մեջ չի մտա։ Չէ, հրաժարվեց ստորագրել։ Իսկ Ադրբեջանը համաձայն է ստորագրի։ Նայեք, որpիսի դու կարողանաս ունենաս խաղաղություն, դու պետք է ունենաս ուժեղ բանակ, որը մենք չունենք։ Վերջի անգամ մեր բանակը երբ է զորավարժությունների մասնակցել։ Պետք է ունենաս ճկուն դիվանագիտություն, իսկ մենք ձախողել ենք բոլոր հարաբերությունները։ Բոլոր Ռուսաստանի հետ ձախողել ենք, Իրանը անթակույց ասում է, որ ինքը վերապահումներ ունի։ Ուիտկոֆը Մոսկվայից թռավ Բաքու, Երևանսկի չմտավ։ Եվրոպան ինքը լիքը խնդիրներ ունի։
Այսքան այս իշխանություններն են խնդրեմ հասկանում, հա։ Իրանք գնացել են վերջի օրով Բլինքենի հետ փաստաթուղթ են ստորագրել։ Բայց իրանք չէին մտածում, որ երկու օր հետո գալու են հանրապետականները, ովքեր ինչքան շանլապ կա ներողություն ես բառի համար Բայդենի ադմինիստրացիայի վրա են թափում։ Բայց ինչ են մտածել։ Չէին ասի երկու օր դիմանայիք մեր հետ կնքեիք։ Ռուսների հետ որ sense մեծ խոսում են։ Չեն մտածում, դե ասեն, դե sense մեծ խոսում եք, գնացեք ձեր հարցը լուծեք։ Դիվերսիֆիկացիա են անում։ Ինչ են դիվերսիֆիկացիա անում։ Տնտեսությունը։ Հա։ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից երբեք այսքան մեծ չի եղել, ինչ որ այսօր։ Ինչ դիվերսիֆիկացիայի մասին է խոսքը։ Ինչ են Եվրամիությունը արտահանում։ Որ հիմա ասում են, ճա Եվրամիություն կգնան, կվաճառենք։ Ամբողջ արտաքին առևտուրը Ռուսաստանի հետ։ Նույնիսկ այն, որ մեծացել է մեր արտաքին առևտուրը Միացյալ Արաբական Էմիրատների հետ։ Դա էլ է, չէ, ռուսական ոսկին է այնտեղ։ Կն ինչ արել են, զախողել են։ Եվրոպան այսօր ինքը լուրջ խնդիրներ ունի։ Եվ Եվրոպայից որևէ մեկը չի ասել, որ գիտես, եթե խնդիր լինի մենք կմիջամտենք։ Եվրոպացիները ասում են մենք քո ռազմական կազմակերպություն չենք։ Մեր անվտանգությունը ՆԱՏՕ-ն է ապահովում։ Այսինքն այստեղ խնդիրը գալիս է, եթե մեկը չի կարողանում ինչ-որ խնդիր լուծել, չի նշանակում, որ խնդիրն անլուծելի է։ Երկրորդը, արդյոք հայ ժողովուրդը չի կարող ստեղծել մի անցումային կառավարություն, ճգնաժամային, որը հարցը կարողանա լուծի։ Ես չեմ ասում, թե ԿՊ-ից թող մարդ չլինի, բայց այն հիմնական դեմքերը, ովքեր ձախողել են այս ամեն ինչը, պետք է հասկանան, որ իրանք պրոբլեմ են այս երկրի գլխին։ Եվ պետք է ստեղծվի, ելի եմ ասում, անցումային կառավարություն, հակաճգնաժամային կառավարություն, որը կարողանա վերականգնի մեր հարաբերությունները ավանդական դաշնակիցների հետ եւ փոխլրացնի նոր դաշնակիցներով, որպեսզի ապահովի Հայաստանի անվտանգությունը։ Սա է, այլ լուծում չկա, բայց իրանք չեն կարողանում դա անել։ Շատ լավ, ես միշտ իմ հյուրերին այս հարցը տալիս եմ պարոն Խաչատրյան, ձեզ էլ տամ, նո անդիմադիր հյուրերից, երբ եք պատրաստում սկսել փողոցային պայքար, շատերն արդեն սպասում են փողոց դուրս գալու։ Գիտեք, այդ շատերը որ սպասում էին, օրինակ Ինձ էլ են փողոցում են տեսնում, սոցիալական ցանցերում էլ են գրում։ Ես օրինակ իրանց մի հարց եմ տալի, ասեմ օրինակ 24 թվականի հունիսի 12-ին որտեղ էիր։ Այդ օրը այդ օրն էր, երբ ոստիկանությունը բռնի ուժ կիրառեց, մենք ունեցանք նույնիսկ ծանր մարմնական վնասվածքներ ունեցող մարդ։ Այսինքն մարդիկ, որոնք նման պահանջ են ներկայացնում, իրանք պետք է գոնե իրանց առաջ անկեղծ են եւ ասեն լավ, եթե վաղ անդիմությունը ասում է Պողոսյան Պետրոս կամ Պետրոսյան Պողոս, խնդրում ենք առավոտյան 7:30 եղիր, չգիտեմ, Գայդար Խաչմերուկին, Գայդարի եւ Բաղրամյանի հիմա Վիկտոր Համբարձումյանը կոչում կներեք այդ փողոց։ Խաչմերուկի վրա ես պատրաստ եմ անտեղ լինելու թե չէ։ Բայց ուղղակի դա այդ գիտեք որտեղ որպես կանոն բարձր պահանջողները գործանելուց երկրորդ պլան են։ Այն մարդիկ, ովքեր այս մարդիկ, որոնք հավաքված են, իրանք նենց շատ մեծ փողոցներում չեն գոռում։ Բայց այո, մենք պատրաստվում ենք թե փողոցային, թե խորհրդանական պայքարով այս ամեն ինչը կասեցնել։ Մոտ ապագայում սպասենք։ Դե մոտ ապագան ոնց եք սահմանում։ Ասենք մոտակա 1 ամսվա ընթացքում։ Աստված գիտի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, ես զրուցում եմ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ, կհանդիպենք։